Սևանա լճի մակարդակը հունիսի առաջին 15 օրվա ընթացքում բարձրացել է շուրջ 11 սանտիմետրով։ Այս ցուցանիշը վերջին 3 տասնամյակների համար համարվում է աննախադեպ ռեկորդ։ Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՕԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը փաստել է, որ նման թռիչքաձև աճ վերջին անգամ արձանագրվել է 1993 թվականին։ Լճի ջրային պաշարների կտրուկ ավելացումը պայմանավորված է հիմնականում առատ տեղումներով և գետերի հորդացմամբ։ Նոր մանրամասներ են հայտնի դարձել Փամբա գետում անհետացած 13-ամյա աղջկա դեպքի վերաբերյալ։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով պարեկներն ու համայնքային ոստիկանները պարզել են, որ որոնվողները 7 և 13 տարեկան հարազատ քույրեր են։ Ընտանիքը բազմազավակ է։ Մայրը խնամում է 5 երեխայի։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարների, պարեկների և ոստիկանների մեծաթիվ ուժեր, որոնց ակտիվորեն օգնում են նաև տեղի բնակիչները։ Որոնողափրկարարական աշխատանքները ընթանում են գետի երկայնքով արդեն մոտ 30 կիլոմետր տարածքում։ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են արտահանման ոլորտում առկա միտումներն ու առաջիկա քայլերը։ Մասնավորապես ներկայացվել են գյուղատնտեսական և այլ արտադրատեսակների արտահանման ծավալները, դիվերսիֆիկացիայի ուղղությամբ իրականացվող քայլերն ու միջոցառումները։ Անդրադարձ է կատարվել Եվրոպական միության անդամ և այլ երկրներ արտահանման աջակցության ծրագրերի ընթացքին, ներդրվող գործիքակազմերին ու մեխանիզմներին, ֆերմերային տնտեսություններին օժանդակություն ցուցաբերելու գործողություններին։ Կարդում ենք պաշտոնական հաղորդագրությունում։ Իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունը ավարտվել է։ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի 4-րդ ամենամյա միջոցառմանը մասնակցելու։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ստորագրած որոշումից։ Փաշինյանն իր որոշման մեջ նշել է, որ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ որպես վարչապետի տիկին։ Многие современные политики Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը 10-ին տված հարցազրույցում մտահոգություն է հայտնել Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության վերաբերյալ, նշելով, որ երկրի ղեկավարության կողմից միայն արևմուտքի աջակցության վրա հույս դնելը սխալ քայլ կլինի։ Նարիշկինի խոսքով նման քաղաքականությունը կարող է բարդացնել երկրի ներսում ստեղծված իրավիճակը եւ տնտեսական զարգացման գործում լրացուցիչ խոչընդոտներ ստեղծել։ Այս հայտարարությունը հնչում է Հայաստանի կողմից Եվրամիության ինտեգրվելու հանձնառության ֆոնին։ 2025 թվականի մարտին մեր երկրի խորհրդարանը ընդունեց օրենք, որով մեկնարկել է ԵՄ-ին անդամակցության գործընթացը։ Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը նպատակ չունի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից եւ ձգտում է հնարավորինս երկար համատեղել անդամակցությունը երկու կառույցներին։ Ի պատասխան այս դիրքորոշմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ ընդգծել է, որ ԵՄ-ի հետ ինտեգրումը ավտոմատ կերպով ենթադրում է ԵԱՏՄ-ի հետ փոխգործակցության դադարեցում եւ այն բոլոր արտոնությունների կորուստ, որոնք Հայաստանը ստանում է ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ։ Դոնալդ Թրամփը ժամանել է Ֆրանսիա հունիսի 15-ից 17-ը կայանալիք մեծ յոթնյակի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը նա հայտարարել է Իրանի հետ ձեռք բերված համաձայնության եւ հունիսի 19-ին Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բացելու մասին։ Ըստ Թրամփի պնդումների Թեհրանը լիովին հրաժարվել է միջուկային զենքի հավակնություններից, իսկ պաշտոնական հուշագիրը կստորագրվի Վենսի մասնակցությամբ։ Նախագահն այս գործարքը ներկայացնում է նավթի գների անկման եւ շուկաների կայունացման հիմնական գործոն։ Իրանական հարցի հանգուցալուծումից հետո Վաշինգտոնը մտադիր է անմիջապես կենտրոնանալ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վրա։ Թրամփն արդեն հայտնել է Պուտինի եւ Զելենսկու հետ ունեցած շատ լավ հեռախոսազրույցի մասին։ Սպիտակ տան ղեկավարն այս հայտարարություններով փորձում է Ֆրանսիայում ամրագրել իր դերը որպես համաշխարհային երկու խոշոր ճգնաժամերի միակ հաշտարար։ Եվրամիությունը պաշտոնապես մեկնարկել է Ուկրաինայի եւ Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունների առաջին փուլը։ Գործընթացի սկիզբն ազդարարվել է հունիսի 15-ին Լյուքսեմբուրգում Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակում։ Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը հաստատել է անդամ բոլոր պետությունների համաձայնությունը բանակցությունները սկսելու հարցում։ Բրյուսելն այս որոշումը հիմնավորում է Կիևի եւ Քիշնիևի իրականացրած բարեփոխումները պարգևատրելու անհրաժեշտությամբ, սակայն հանդիսավոր արարողությունը դեռևս չի նշանակում անդամակցության գործընթացի արագ կամ երաշխավորված ավարտ։ Տարիներ տևող բարդ փուլերը պահանջում են եվրոպական չափանիշների լիարժեք ներդրում կառավարման բոլոր ոլորտներում։
خیلی از این مسائلی که الان به عنوان بخشی از طرح 14 بند Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայել Բաղային հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է ապահովի իսրայելական կողմից համաձայնագրի պահպանումը։ Նրա խոսքով պայմանների խախտումը կհանգեցնի իրանական կողմի փաստաթղթի կատարման դադարեցմանը։ Բաղային շեշտել է, որ Լիբանանի տարածքային ամբողջականությունը ու ազգային ինքնիշխանությունը լիովին հաշվի են առնված համաձայնագրի տեքստում։ Խոսնակը նշել է, որ մինչև Ժնևի հանդիպումը իրենք կայցել են տարածաշրջանի մի քանի երկիր, իսկ հուշագրի ստորագրման հստակ մեխանիզմը ձևաչափը կորոշվեն այսօր կամ վաղը, ինչից հետո դիվանագիտական բոլոր մանրամասները պաշտոնապես կհրապարակվեն։ Անդրադառնալով հարստացված միջուկային նյութերը երկրից դուրս բերելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի խոսքերին, Բաղային նշել է, նրանք արդեն մեկ անգամ փորձել են դա եւ տեսել են արդյունքը։ Հիմա արդյոք ցանկանում են նորից փորձել։ Հում նավթի միջազգային գները նվազել են ավելի քան 4%-ով, սահմանելով վերջին 3 ամսվա նվազագույն շեմը։ Շուկայական այս անկումը պայմանավորված է Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև հրադադարի երկարաձգման շուրջ ձեռք բերված նոր համաձայնությամբ։ Դիվանագիտական այս քայլը ենթադրում է ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի վերաբացում, որտեղ անցնում է համաշխարհային նավթաշրջանառության մոտ 1/5-ը։ Փետրվարից ի վեր նեղուցի սահմանափակումները լուրջ էներգետիկ ճգնաժամ էին ստեղծել, զգալիորեն թանկացնելով առելիքը Միացյալ Նահանգներում եւ բարդացնելով քաղաքական իրավիճակը միջանկյալ ընտրություններից առաջ, սակայն ոլորտի փորձագետները դեռևս վստահ չեն, որ բեռնափոխադրող ընկերություններն անմիջապես կվստահեն անվտանգության երաշխիքներին եւ կվերսկսեն նավարկությունը ռիսկային գոտում։ Միաժամանակ Պարսից ծոցի նավթարդյունը հանողներին զգալի ժամանակ է անհրաժեշտ լինելու կրճատված արտադրության նախկին ծավալները լիարժեք վերականգնելու համար։ Միացյալ Նահանգները, Իրանը եւ Պակիստանը մերձավոր արևելքում լարվածության թուլացման շուրջ համաձայնության են եկել, որի ստորագրումն ակնկալվում է հունիսի 19-ին Ժնևում։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին արդեն պահանջել է անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները Լիբանանում, հղում անելով նոր հուշագրով սահմանված 60-օրյա բանակցային փուլին։ Իսկ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Թել Ավիվի պայքարն ընդդեմ Իրանի միջուկային սպառնալիքի դեռևս չի ավարտվել։ Իսրայելական կողմը շեշտել է, որ Լիբանանի հարավից զորքերի դուրսբերումը բացակայում է Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների օրակարգից։ Վարչապետը հիմնավորել է զինված ուժերի ներկայությունը սահմանամերձ անվտանգության գոտիներում, նպատակ ունենալով չեզոքացնել Սիրիայից եւ Հեզբոլլահից բխող վտանգները։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածում Համասի 2 հրամանատարների սպանության մասին։ Զինվորականների պնդմամբ թիրախային հարվածներն իրականացվել են բարձր ճշգրտության զինամթերքով, քաղաքացիական անձանց շրջանում վնասը նվազագույնի հասցնելու նպատակով։ Այս հայտարարություններին զուգահեռ Դեյր էլ-Բալախ շրջանում իսրայելական կրակոցներից սպանվել է 3 տարեկան երեխա։ Քաղաքացիական անձանց թիրախավորման նման դեպքերը լուրջ կասկածներ են հարուցում իսրայելական զինուժի կիրառած մեթոդների իրական ճշգրտության վերաբերյալ։ Իսրայելի պաշտպանության բանակը դեռևս չի պարզաբանել երեխայի սպանության հանգամանքները, մինչդեռ անկլավում զոհված պաղեստինցիների թիվն արդեն հատել է 73,000-ը։